Բարեսիրելի հայ ժողովուրդ, Հիսուսի խաղաղությունը բոլորիս վրա, ամեն։ Սիրելի հայր, Հիսուսի անունով գալիս եմ քո առաջ, խնդրում քո Սուրբ Հոգու զորավոր ներկայությունը, խնդրում քո այսօրվա թարմ ու նոր օծությունը, խնդրում քո ողջորությամբ իջիր մեր վրա, օծիր իմ շուրթերը, խոսիր, աղոթիր, փառաբանիր ամեն ժամանակ, ամեն իրավիճակում։ Այսօրվա եթերը հանձնում քո ձեռքերի մեջ, որ քո հոգու զորությամբ գործես, ամեն բան ինչ որ քեզանից է թող արձակված լինի մեր կյանքերի վրա, մեր իրավիճակների վրա, քո կամքը բարին, հաճելին ու կատարյալն է, թող կատարվի քո փառավոր հաղթանակը, քո կամքի իրականացումը մեր կյանքի ամեն իրավիճակի վրա Հիսուսի անունով, ամեն։ Ամեն, սիրելի հայ ժողովուրդ, այսօր ճիշտն ասած սրտումս երկու բան կա, որի մասին ուզում եմ խոսեմ, չգիտեմ, շատ տարբեր են թեմաները, բայց ամեն դեպքում, եթե այս վիդեոյի մեջ երկուսի մասին էլ չկարողանամ խոսեմ, առանձին վիդեոներով կխոսեմ անպայման։ Գիտեք, նախ ուզում եմ խոսեմ այն մասին, այն ինչ որ Հայաստանում քաղաքական իրավիճակները կարան զարգանան։ Եթե ուշադիր եղել եք, այս վերջում եթերները մենակ աղոթք է ստացվում, անկեղծ ասեմ, մտնում եմ որոշակի բաներ կա սրտումս, որ ուզում եմ կիսվեմ, բայց աղոթքը գնում է ու զգում եմ աղոթքը չի կանգնում ու հենց աղոթքով էլ վերջանում է, ու դա պատահական չի, որ նման ձևի աղոթք է գնում, որովհետև իրականում Հայաստանում կատարվում են բաներ, սպասվում են բաներ, որ այս պահին դեռ այդքան տեսանելի չի, բայց Տրամպի նախագահ դառնալով այդ փոփոխությունները ամբողջ աշխարհում է կատարվում ու բնական է Հայաստանը անմասն չի, ու եթե ուշադիր եղել եք, ես այս վերջի վիդեոների մեջ ասել եմ, որ այն իշխանությունը, որ հիմա կա Հայաստանում, ինքը չի համապատասխանում այն արժեհամակարգին, որը Տրամպը ուզում է, ու նաև եղել է, որ երազի միջոցով պատմել են, որ այս իշխանությունները վերցրեցին ու սկսեցին իրականացնել Սևրի պայմանագիրը, բայց քանի որ ճիշտ մարդու չէին նշանակել, այսինքն իրանց գաղափարը չի դա, իրականում կարող է իրանք արտաքնապես փորձեն համակերպվեն այն պահանջների հետ, որ այս պահին ներկայացվում է, բայց իրանց մտածելակերպը, քանի որ ուրիշ է, իրանց էության հետ չի համապատասխանում այն գործողությունները, որ իրանք կարող է անեն, ու դրա համար դա բերեց ոչ թե արդյունք բերեց, ոչ թե օրհնություն դառավ, այլ հակառակը։ Ես այդ երազի մեջ տեսա, որ այդ անձնավորությունը, որ սկսեց զբաղվել Սևրի պայմանագրով Վիլսոնյան քարտեզի հետ կապված Հայաստանի սահմանների վերականգնման հարցով, ինքը շատ կարճ ժամանակ հետո մահացավ, ու այդ մահը ես հասկանում էի, որ դա այս իշխանությունների մահն է, որովհետև այդ թաղումը, որ ես տենում էի, այդ հոգի հանգստյան, այդ պանիխիդը ասվածը, այդ բազմությունը, որ այդքան շատ էր, դա սովորական մարդու թաղման ժամանակ չի լինում, մանավանդ, որ այդ մարդուն, որ նշանակել էին, որ զբաղվեր այդ գործով, ինքը անծանոթ մեկն էր, այսինքն այդ ձևի բազմություն, որ գար այդ թաղմանը, այդ հոգի հանգստին, պետքա լիներ շատ ճանաչված մեկի պանիխիդան, ու դրանից եմ հասկանում, որ այս իշխանությունների հոգի հանգիստն էր դա, իրանց մահն էր արձանագրվում, այսինքն այն պահանջները, որ ներկայացվում է Ամերիկայի կողմից մեր իշխանություններին, մեր իշխանությունների արժեհամակարգը չի համապատասխանում, իրանք գուցեև փորձեն նմանակեն, բայց դրա արդյունքը շատ մահաբեր վտանգավոր է իրանց համար լինելու, ու դրանից է, որ ես ասացի, որ Հայաստանում կլինեն փոփոխություններ ու կգա իշխանություն, որոնք կհամապատասխանեն այն արժեհամակարգին, որ ամերիկացիները ուզում են Հայաստանում տեսնեն,
Իսկ ինչ արժեհամակարգի մասին Ամերիկան խոսում, ինքը կոնկրետ Հայաստանի հետ կապված շեշտադրում է անում քրիստոնեության վրա, որ Հայաստանը առաջին քրիստոնեական երկիրն է ու իրանք էլ լինելով քրիստոնյաներ շեշտադրում են անում, որ Հայաստանը պետք է վերադառնա իր արմատներին, ինչը որ Աստծո խոսքի համաձայն է ու շատ լավ է, փառք Աստծո այդ ամեն ինչի համար։ Այս վերջում, եթե հիշում եք, ես մի երազ էի պատմում, որ ասացի կուսակցությունների վրա եղավ հարձակում, այսինքն ես ասացի, որ 5 տարբեր սֆերաների վրա եղավ հարձակում, բայց կոնկրետ նշում էի, որ եղավ հարձակում կուսակցությունների վրա, ու այդ երազը պատմելով ասում էի, որ տեսնում էի մի կուսակցության անդամի, որը շենքի այդ կախովի բալկոնում կանգնած էր պատշգամբում ու այդ շենքը ցնցվեց, սկսեց փլվել ու այդ անձնավորությունը, որտեղ կանգնած էր, որը ներկայացնում է կուսակցություն, այստեղ հարցը անձի մեջ չի, ինքը կուսակցություն է ներկայացնում, ինքը մի կեռ բռնվեց այդ պատերից, երբ որ այդ շենքը փլվում էր, ինքը մի կեռ բռնված մնաց ու անվնաս մնաց, ու ես հասկացա, որ այս քաղաքական ուժի հանդեպ կլինի որոշակի հարձակում, հալածանք, ու ինքը, այսինքն այս քաղաքական ուժը հրաշքով կփրկվի, բայց քանի որ տեսնում էի քաղաքական ուժի կուսակցության, հասկանում էի, որ սա ոչ միայն այս քաղաքական ուժի դեմ է ուղղված լինելու, այլ ընդհանուր Հայաստանում իրավիճակն է, որ շատ քաղաքական ուժերի հանդեպ, կուսակցությունների հանդեպ ինչ-որ քայլեր է արվելու ու այս իրավիճակին համապատասխան է, գուցե և այս գալիք ընտրությունների հետ կապված է այս ամեն ինչը, որ սենց քաղաքական դաշտում սկսելու են սենց թոհուբոհեր, բայց այս ուղղությամբ ուզում եմ մի բան էլ ասեմ, էլի շատ հետաքրքիր է, էլի մի քանի օր առաջվա տեսածս երազն է, սրա մասին դեռ չեմ խոսել, գիտեք, ես տեսնում էի Երևանի փողոցները երազիս մեջ ու տեսնում եմ այդ նույն քաղաքական ուժը էլի, որի ասում եմ, այդ անդամը հրաշքով բռնվեց, չընկավ, ես տեսնում էի իրանց թիմը, իրանց դրոշները, իրանք Երևանի փողոցներում էին ու բավականին ժողովուրդ իրանց հետ էր, ու իրանք այդ պահին ունեին բավականին մեծ հաջողություն, որովհետև ժողովուրդը ներգրավված էր, իրանք հաղթական դիրքերի մեջ էին, հարձակվողական դիրքի մեջ էին, ինչու՞մն էր երևում այդ հաղթանակը, օրինակ տեսել եք ցույցերի ժամանակ, երբ որ ցուցարարներին ոստիկանները բռնում են ու հերթով մտցնում են մեքենաների մեջ, իրանց տանում են ազատազրկում են այդ պահին ու նաև թուլացնում են այդ ժողովրդի այդ բազմությունը, կամաց մասնատում են իրանց, թուլացնում են ու վերջնական ունենում են հաջողությունը, ինչի համար, որ այդ գործողությունը անում են։ Այս տեսածս երազի մեջ հետաքրքիր էր պրոցեսը, այս ժողովուրդը ինքն էր ոստիկաններին բռնում, ինքն էր վերցնում ու մտցնում մեքենայի մեջ ու իրանց էր իրարից բաժանում, այսինքն ժողովուրդը անում էր նույն գործողությունը, ինչ որ ոստիկանները ընդհանրապես անում են ցույցերի ժամանակ, ու այդ ընթացքում 3 մեծ մեքենա լցված էր ոստիկաններով, որոնց ազատազրկել էին, ու դա նման էր նրան, որ ժողովուրդը հաջողություն ունի ու հասնում է այն նպատակին, ինչի համար որ փողոց է դուրս եկել, իր պահանջը ներկայացնելով, ու նորից եմ ասում, այս քաղաքական ուժն էր ղեկավարում այս ամբողջ գործողությունը ու թվում էր հաջողությունը շատ մոտ է, բայց հանկարծ անսպասելի ես թեքվում եմ ու նայում եմ ու տեսնում եմ, որ այս մարդիկ, այս քաղաքական ուժը իրանց անդամներով ամբողջը իրանց դրոշները վերցրած շրջվում են ու հեռանում են, ժողովրդին մենակ թողնելով, ու ես երբ որ տեսա զարմացած մնացի, ասեցի ինչ է այս ամեն ինչը նշանակում, դուք այս ամենակարևոր պահին դավաճանում եք ժողովրդին, այսինքն ես ես մտածում եմ, ես իրանց հետ չեմ խոսում, ես մտածում եմ իրանց քայլերը տեսնելով ու համարում եմ, որ սա դավաճանություն է ու չեմ հասկանում ինչ է կատարվում, ոնց կարան այն պահին, որ թվում արդեն հաղթանակ է, իրանք թողնեն ու հեռանան։
Բայց ամբողջ հարցը նրանում էր, որ հաջորդ պահին իսկ անմիջապես ես տեսա, որ ոստիկանների շատ ավելի մեծ խումբ հարձակվեց այս ժողովրդի վրա ու բոլորին սկսեց ձերբակալել ու ամբողջ ցույցը ցրել, իսկ այս քաղաքական ուժը նախօրոք տեսնելով, թե ինչ է սպասվում, իրանք հեռացել էին։ Ես տեղ նորից հասկացա մի բան, որ այս քաղաքական ուժը շատ հեռատես է ու բաներ կա, որ արտաքնապես ուրիշ ձև է երևում, բայց իրանց քայլերը հաշվարկում են ու գիտեն այն վտանգները, որ իրանց սպասվում է, ու իրանք նախօրոք դիմում են պաշտպանական գործողությունների, նախօրոք հեռանալով, այսինքն թույլ չտալով, որ իրանց հանդեպ կիրառվի որևէ բռնություն։ Տեսեք, այդ երազի մեջ ես երբ որ տեսնում էի, իմ աչքին դա դավաճանություն էր, բայց պարզվում է դա հեռատես մի քայլ էր իրանց կողմից, որ իրանք հասկացան վտանգը ու նախօրոք հեռացան պայքարից։ Ստեղ շատ մեծ նրբություն կա իրականում։ Քաղաքական ուժեր կան, որոնց հանդեպ որոշակի գործողություններ կիրառվում են ու կկիրառվեն, որովհետև նորից եմ ասում, Ամերիկան է բերում այս փոփոխությունը Հայաստանում ու ուզում է իր ոնց որ սրտի համեմատ իշխանություն, որի հետ կհամագործակցի։ Ու բնական է, այս ամեն ինչը մեր իշխանությունները հասկանալով հնարավոր է, որ նախօրոք փորձում է այդ բոլոր հնարավոր ուժերին, որոնք կարան գան իշխանության, իրանց հանդեպ կիրառի որոշակի սահմանափակում, իրանց ազատազրկելով, արգելքներ դնելով, ինչ-որ ձևով խանգարելով ու խոչընդոտելով, որպեսզի իրանց մոտ չհաջողվի իշխանության գալը։ Այս ամեն ինչը գիտեք ինչի նման է։ Օրինակ, երբ որ Հիսուսը ծնվեց, հիշում եք մոգերը, որ եկան Հերովդես թագավորի մոտ, չգիտեին իրականում որտեղ է ծնվել Հիսուսը, իրանք աստղին հետևելով եկան ու եկան Երուսաղեմ, որպեսզի հարցնեն Հերովդեսին, թագավորին։ Թագավորը հանկարծակի եկավ, երբ որ լսեց, որ նման մեկը ծնվել է, որը իր թագավորությունը պետքա զբաղեցնի, իր փոխարեն։ Ու ինքը ինչ արեց, քանի որ ինքը չգիտեր ում մասին է խոսքը, ինքը ուղարկեց մարդկանց, երբ որ հետաքրքրվեց, իմացավ մարգարեություններով, թե որտեղ պետքա ծնվեր Հիսուսը փրկիչը, ինքը ուղարկեց զինվորականներին, որոնք գնացին ու սկսեցին Բեթլեհեմում կոտորել երեխեքին մինչև 2 տարեկան։ Այսինքն աջ ու ձախ ինքը սկսեց ոչնչացնել այն սերունդը, որ այդ պահին ծնվել էր, հույս ունենալով, որ իրանց մեջ կլինի հենց Հիսուսը, որը ապագա Իսրայելի թագավորն է։ Ու այս ամեն ինչը, ինչ որ հիմա Հայաստանում նկարագրում եմ, այս կուսակցությունների վրա հարձակումը, այս շատ նման է դրան։ Այս իշխանությունները իրանք գիտեն, որ իրանք չեն համապատասխանում այն պահանջներին, որը Ամերիկան ուզում է Հայաստանում ունենա։ Ու քանի որ չգիտեն ում են իրանց փոխարեն բերում, իրանք աջ ու ձախ սկսելու են կուսակցությունների վրա հարձակումներ իրականացնել, որպեսզի գուցե պատահաբար, բայց կարողանան գլխատեն այդ կուսակցությանը, որը պատրաստվում էր գար իշխանության։ Սա է պատճառը, որ այս քանի օրը անդադար, երբ որ ես եթեր եմ մտնում, ուզում եմ ինչ-որ բանի մասին խոսեմ, իմ մոտ մենակ աղոթք է գնում ու ոչ մի ձև չեմ կարողանում խոսեմ այն մասին, ինչի մասին ուզում եմ խոսեմ։ Բայց քանի որ այս ամեն ինչի մասին խոսում եմ, իհարկե, շատ կարևոր է, որ կատարվի Աստծո կատարյալ կամքը։ Գիտեք, ես անդադ շեշտում եմ դրա մասին, որ կարևորը Աստծո կամքն է։ Կարող է մարդկայինորեն որոշակի բաներ մեր աչքի երևույթով լավ է, ճիշտ է, հարմար է, կարա համապատասխանի Աստծո կամքին, բայց կարա դա ընդհանրապես Աստծո կամքը չլինի։ Հասարակ օրինակ Հիսուսի խաչվելը մարդկային տեսանկյունից ոչ մեկի համար չէր երևում, որ դա Աստծո կամքն է։ Մանավանդ աշակերտների համար էր
դա շատ շոկային, երբ որ Հիսուսն ասաց, որ պետքա խաչվի, Պետրոսը խառնվեց իրար։ Ինքը ոչ մի ձև չէր կարող պատկերացնել, որ դա Աստծո կամքը կարա լինի։ Երբ որ Հիսուսը ինքը գնում էր խաչվելու, ինքը աղոթքի ժամանակ Գեթսեմանյան այգում ասում էր Աստծուն, ասում էր՝ Հայր, եթե հնարավոր է, այս բաժակը հեռացրա, բայց թող քո կամքով լինի, ոչ թե իմ ուզելով։ Այսինքն բաներ կա, որ մարդկայինորեն մեր տեսանկյունից թվում է, թե դա Աստծո կամքը չի կարա լինի, բայց այդ ճանապարհը հենց Աստծո կամքն էր, որով պիտի անցներ Հիսուսը, որը մահվան ճանապարհն էր, որը հարության ճանապարհով պետքա բերեր մարդկության փրկությունը, մարդկանց փրկության գինը պետքա այդձև վճարվեր, չկար այլ տարբերակ, եթե լիներ այլ ճանապարհ, այլ տարբերակ, անպայման Աստված այդ ճանապարհով կանցկացներ Հիսուսին ու թույլ չէր տա, որ մահվան միջով անցնի, որտեղ անցավ ամենադժվար ճանապարհով, բայց սա միակ ճանապարհն էր, որը եւ բերեց մարդկության փրկությանը ու Հիսուսը իր թափած արյունով վճարեց մարդկության մեղքի գինը, ազատեց մարդկությանը մեղքից, հիվանդությունից, անեծքից, աղքատությունից, այսինքն այն ամեն ինչի մեջ, ինչ որ մարդը հայտնվել էր իր աննազանդության արդյունքում, Հիսուսը իր արած զոհի միջոցով վերականգնեց մարդկությանը նախկին դիրքի մեջ, որը Ադամը կորցրել էր, ու սա միակ ճանապարհն էր։ Սրա համար շատ կարևոր է, որ ամեն իրավիճակի մեջ մենք ասենք Աստված ջան, քո կամքը թող լինի։ Տեսեք, ես այս իշխանությունների համար, երբ որ ասում եմ, իրանց քաղաքականությունը ես համարում եմ թուրքամետ ըստ իրանց խոսույթի, ըստ իրանց հայտարարությունների, իրանց ձգտումների, ոնց են հայոց պատմության գրքերը փոխում ու Թուրքիայի, Ադրբեջանի տեսանկյունից մատուցում այդ նույն պատմությունը, ոնց են թուրքերի նման մտածելով ասում, որ մենք պետքա մեր պատմությունից հրաժարվենք, մոռանանք այն անցյալը, որ ունեցել ենք, ցեղասպանություն, որը հավատացյալների դիրքորոշումն է եղել, որ չեն խոնարհվել իսլամի առաջ, գերադասել են մահը, գերադասել են հավատարիմ մնալ Հիսուսին, բայց չիսլամանալ։ Այսինքն դա մեր պատմությունն է, դա մեր անցյալն է, դա մեր էությունն է, դա մեր արժեքն է, որից ոչ մի ձև մենք չենք կարա ուրանանք, ու ինչը որ Թուրքիան է ուզում, որ մենք ուրանանք ու մոռանանք, ու այսօր մեր իշխանությունների վարած քաղաքականությունը նման է այն մտածելակերպին, ինչ որ թուրքերն են ուզում։ Դրա պատճառով ես ասում եմ, որ իրանք թուրքական քաղաքականություն են վարում։ Եթե իրանց խոսելն ու մտածելակերպը այլ լիներ, բնական է, այստեղ չէի կարող ասեի, բայց իրանք իրանց բառերով են ասում, թե իրանք ինչ արժեքներ են հետապնդում։ Ու սա բնական է, քրիստոնեության արժեհամակարգին չի համապատասխանում, ինչը որ հստակ երևում է Ամերիկայի Տրամպի պրեզիդենտ դառնալուց հետո իրանց հայտարարությունից, թե իրանք ինչ շեշտադրում են անում Հայաստանի վրա, ինչ արժեքների վրա են կենտրոնանում, ու պատահական չի, որ իրանք շեշտում են, որ Հայաստանը առաջի քրիստոնեական երկիրն է, այսինքն իրանց նպատակը Հայաստանի հետ կապված, իրանց շեշտադրումն ու ուղղվածությունն ու աշխատանքը այս ուղղությամբ է, ինչը որ ներկա իշխանությունների գաղափարախոսությանը չի համապատասխանում։ Այսինքն ամերիկացիները Հայաստանի վրա քրիստոնեական արժեքների վրա շեշտադրում անելով բացահայտ խոսում են, որ իրանք պայքարելու են Օսմանյան կայսրության գաղափարախոսությանը այս տարածաշրջանում, ու իրանք արգելք են հանդիսանալու ու թույլ չեն տալու, որ թուրքական ծրագիրը իրականանա ու Հայաստանը կլանվի։ Տեսեք, Տրամպը ինքը այս պահին, որ իշխանության է եկել, քաոս առաջացրել ամբողջ աշխարհով մեկ, ու իր հայտարարությունները տարբեր տեղերում թվում է շատ անհասկանալի, ու ինչ որտեղ ես իհարկե Ուկրաինայի հարցով, օրինակ ես իմ տեսակետը արտահայտեցի, ես ամբողջությամբ պաշտպանում եմ Ուկրաինային, որովհետև Տրամպը Ռուսաստանին պաշտպանելով ստացվում է, որ Լենինի գաղափարախոսությունն է պաշտպանում։ Դրա համար է, որ ես շեշտադրում եմ անում Աստծո կամքի գիտությունը փորձում եմ հասանելի դարձնեմ, բայց ինչ որ վերաբերվում է Հայաստանին,
Տրամպի հստակ դիրքորոշումը, Ամերիկայի դիրքորոշումը Հայաստանի հետ կապված, ամբողջությամբ Աստծո խոսքի համապատասխան է ու ամբողջությամբ այն տեսակետն է արտահայտում, որ Հայաստանը պայքարում է Օսմանյան կայսրության ստեղծման դեմ, իսկ Ամերիկան գալիս է օգնության Հայաստանին, կանգնելով Հայաստանի կողքին քրիստոնեական արժեքների մասին խոսելով։ Սա նշանակում է, որ Օսմանյան կայսրության գաղափարախոսությունը այս տարածաշրջանում դատապարտված է։ Այս իշխանությունները չլինեն, մեկ այլը լինեն, եթե իրանք փորձեն նույն քաղաքականությունը վարեն, որը Օսմանյան կայսրության գաղափարախոսությանն է, իրանք ջրաղացին է ջուր լցելու, դա լինելու է դատապարտված։ Այսինքն այն մյուս տեղերում Ամերիկան ոնց է պահում, ինքը գիտի, կոնկրետ Հայաստանի դեպքում ինքը այն ինչ որ ասեց, դրա համար պայքարում է ու այդ տեղում հաղթանակը ապահովելու է։ Օսմանյան կայսրությունը դեպի Ռուսաստան, որ ձգտում է ստեղծվի, Հիսուսի անունով դատապարտված է ու այլևս որևէ ծրագիր այս ուղղությամբ հաջողություն չի ունենալու։ Սա շատ կարևոր է։ Շատ կարևոր է, որ մենք առանձնացրած կանանք տեսնենք, թե Ամերիկան ինչ հայտարարություն որտեղ է անում ու կոնկրետ Հայաստանի հետ կապված իր հայտարարությունը ամբողջությամբ Աստծո կամքին է համապատասխանում, ինչի համար, որ այս տեղում ես Ամերիկային օրհնում եմ, որ ինքը Հայաստանի ձեռքերը բարձրացնելով, Հայաստանի կողքը կանգնելով, Հայաստանին զորացնելով, քրիստոնեությունը Հայաստանում ուժեղացնելով օգնի, որ մենք դիմակայենք թուրքական ագրեսիային ու Թուրքիայի նպատակները լիակատար ու լիարժեք վերջնական ջախջախում ստանա այս տարածաշրջանում ու հիմնահատակ ոչնչանա Հիսուսի անունով։ Սրա պատճառով է, որ Ամերիկան Հայաստանում ուզում է բերի փոփոխություն։ Եթե մեր իշխանությունները գաղափարապես կփոխվեն, իսկ դա հնարավոր է, որովհետև դա տեղի ունեցավ Պողոսի հետ։ Պողոս առաքյալը, գիտեք, մինչև առաքյալ դառնալը ինքը փարիսեցի էր, իր անունը Սողոս էր, ինքը շատ աստվածավախ էր, նաև նախանձավոր էր ու ինքը համոզված էր, այն ինչ որ ինքը անում է, ճիշտ է անում քրիստոնյաներին հալածելով։ Այսինքն ինքը մարդկանց մահի էր տանում, դատապարտում էր մահվան քրիստոնյաներին, համոզված լինելով, որ ինքը Աստծո կամքն է կատարում, բայց ինքը մոլորված էր, որովհետև Հիսուսին դեռ չէր հանդիպել։ Այն պահից, երբ որ ինքը հանդիպում ունեցավ Հիսուսի հետ, իր մտածելակերպը փոխվեց։ Անմիջապես ինքը գաղափարապես շուռ եկավ, այն ինչ որ անում էր մինչև այդ, դադարեց դա անելուց ու սկսեց անել նույն բանը, ինչ որ անում էին քրիստոնյաները։ Սկսեց Հիսուս Քրիստոսի բարի լուրը, փրկության ավետարանը, Հիսուսի արքայությունը տարածել ամբողջ աշխարհով մեկ։ Այսինքն ինքը շրջադարձ տեղի ունեցավ իր գաղափարի մեջ, մտքի մեջ, ինքը վերափոխվեց Հիսուսին հանդիպելուց հետո։ Հնարավոր է, որ արդյոք այս իշխանության հետ նույն բանը կատարվի։ Այո, հնարավոր է, եթե Հիսուս Քրիստոսը ինքը այցելի այս իշխանություններին ու վերափոխի իրանց գաղափարախոսությունը ու իրանք վաղը ուրիշ բան խոսեն։ Իրանք ոչ թե խոսեն, որ մենք պետք է Արարատը մոռանանք ու մեր պատմությունը մոռանանք, այլ ճիշտ հակառակը, ասեն, որ մենք ունենք պատմական հայրենիք, Աստծո կողմից մեզ տրված, որ Աստված առանձնացրել է մեր համար, ու սա պատահական տարածք չի, որ մենք ընտրված ենք այս տարածքում լինելու ու քրիստոնեական արժեքները պաշտպանելու ու պայքարելու իսլամական աշխարհի դեմ։ Այս գաղափարախոսությունն է, որ ցույց կտա, որ այս իշխանությունները ապաշխարել են, վերափոխվել են, բայց եթե դա տեղի չի ունենա, գիտեք, Աստված իր կամքը կատարում է։ Աստծո առաջ որևէ մեկը չի կարա դուրս գա ու հաղթանակ ունենա։ Աստծո կամքը անարգողները արդեն իսկ անարգված են։ Աստծո դեմ պատերազմողները
խայտառակ ձևով դուրս են շպրտվում։ Այդ Հերովդեսը, որ ասում է ինքը ուզում էր Հիսուսին սպաներ ու փորձեր էր անում ու չստացվեց, որտեղ Հիսուսը թաքնվեց, Աստված իրան թաքցրեց։ Այդ նույն Հերովդեսը հետագայում ինքը իր կյանքը ավարտեց, իր փոխարեն իր որդին եղավ ու իրանց ծրագիրը Հիսուսին վերջնականապես սպանելու, որպեսզի Հիսուսը չթագավորի, հաջողություն չունեցավ։ Աստծո ծրագիրը միևնույնն է իրականացավ։ Ու Աստվածը, որ Հիսուսի միջոցով թագավորում է ամբողջ աշխարհի վրա։ Հիսուսը իր մահով ու հարությունով Տերերի Տերն ու արքաների արքան է։ Ամեն թագավորություն խոնարհված է Հիսուսի առաջ։ Եթե ինչ որ մի թագավոր իրան երևակայում է, որ ինքը ավելին է, քան Հիսուսը, ինքը մոլորության մեջ է։ Ինքը այսօր կա, վաղը խոտի պես չորացած փռի մեջ կլինի։ Ծաղիկը, որ փարթամը արտաքնապես սիրուն է, հաջորդ վայրկյանին ինքը թոռոմած է։ Ոչ մի բան այս երկրի վրա հաստատուն չի, երկարաժամկետ չի։ Հաստատուն է Աստված, իր խոսքը, որը ճշմարտությունն է։ Ու Աստված իր խոսքը Հայաստանի հետ կապված իրականացնում է։ Այս իշխանությունը չլինի, իր փոխարեն ուրիշը կլինի։ Որևէ մեկը չի կարա Աստծո շարժը կանգնեցնի։ Այսօր եթե Ամերիկան է կանգնած Հայաստանի կողքին քրիստոնեական արժեքները պաշտպանելու համար, եթե Ամերիկան շեղվի իր կոչումից, որ ստացել է Աստծուց, որ պետք է Հայաստանին օրհնի, պաշտպանի, զինի, պատրաստի, իր փոխարեն մեկ ուրիշը կլինի։ Տրամպը, որ այսօր խոսում է քրիստոնեական արժեքներից ու նախընտրում է կանգնել Հայաստանի կողքին, դրա մասին է խոսում, դա է պատճառը, որ խոսում է, այսինքն ինքը ասում է իր տեսակետը, իր ծրագիրը Հայաստանի հետ կապված։ Եթե վաղը ինքը մտափոխվի, ուրիշ բաներ սկսի խոսել Հայաստանի հետ կապված, ուրիշ ծրագրեր ներկայացնի, որ Աստծո կամքը չի, ինքը այսօր կա, վաղը չի լինելու։ Ինքը նշանակում է Աստծո դեմ է դուրս եկե։ Ստեղ Հայաստանի զորությունը չի։ Ստեղ Աստծո կամքի գիտությունն է կարևոր, Աստծո տեսակետը, որ ամբողջ երկրի իշխանները հասկանան, գիտակցեն Հայաստանի դերն ու նշանակությունը ու կանգնեն Աստծո կամքը կատարելու համար, որովհետև Հայաստանը քրիստոնեական արժեքների մեջ ուժեղացնելը Աստծո կամքն է։ Եթե Տրամպը դա կանի, կլինի օրհնված։ Եթե դա Տրամպը ասում է, բայց ուրիշ բան անի, սրտեր քննողն Աստված է։ Աստված գիտի, որ այդ մարդը մի բան ասում է, մեկ այլ բան ուզում է անի, որը ոչ թե օրհնություն է, այլ անեծք է։ Դրա համար դատաստանը Աստծուց է։ Տրամպը գերհզոր տերության թագավոր լինելով հանդերձ, միևնույնն է Հիսուսից մեծ չի։ Ինքը, եթե չկատարի Աստծո կամքը, ինքը կլինի շատ շուտ հեռացված այն դրված դիրքից, որի մեջ Աստված իրան դրել է այս պահին։ Դրա համար հարազատներս, թող կատարվի Աստծո կատարյալ կամքը ու թող Հայաստանում բարձրանա Աստծո կամքի համապատասխան իշխանություն, որ կկատարի Աստծո կամքը, Աստծո կոչումը Հայաստանի վրա ու Հայաստանը կբարձրացնի ու կզորացնի քրիստոնեական արմատների մեջ մի երկիր, որը կանչված է պայքարելու Բաբելոնի դեմ, իսլամական աշխարհի դեմ, իսլամական ոգու դեմ, ամբողջ աշխարհին ցույց տալով հակաքրիստոսին, որը իսլամի միջից դուրս գալով վերջին օրերով իրան դրսևորելու է հարձակվելով Երուսաղեմի վրա։ Ես օրհնում եմ Աստծո կատարյալ կամքը Հայաստանի վրա։ Ես օրհնում եմ իշխանություններին ու Աստծո կամքն եմ հռչակում իշխանությունների վրա, որ ամեն բան լինի Աստծո վերահսկողության մեջ ու Աստված լինի ամեն մեկի պատասխանը։ Աստծո կամքը կատարողների վրա լինի Տիրոջ օրհնությունը, Աստծո կամքին հակառակողների վրա լինի Տիրոջ պատասխանը ու փոփոխությունը ըստ Աստծո որոշված տեսակետի։ Թող բարձրանա այն իշխանությունը Հայաստանում, որ Աստծո սրտի երազանքը կիրականացնի ու Հայաստանը կզորացնի քրիստոնեական արմատների վրա
քրիստոնեական արժեքների վրա, ու իրականում Հայաստանում տեղի կունենա արթնություն, որ մարդիկ սրտանց ծարավ ձևով կփնտրեն Հիսուսի երեսը իրան ճանաչելու համար։ Հայր, ես օրհնում եմ բոլոր երկրերին, աշխարհի որ տարածքում ուզում են լինեն, որ իրանք ընդունեն իրանց սրտում Աստծու հրամանը զինելու, պատրաստելու մինի նարատն ու ասքանազը, որը մեծ հայքի սահմաններով Հայաստանն է։ Օրհնությունդ լինի քո կամքը կատարողների վրա, բայց քո կամքին հակառակվողների վրա քո արդար դատը չուշացնես։ Հանձնում եմ ամեն իրավիճակ քո ձեռքերի մեջ։ Քո կամքը կատարողների վրա լինի քո ձեռքը ու քո պաշտպանությունը։ Քո կամքին հակառակվողների վրայից վերցնես քո պաշտպանությունը ու մատնես իրանց հակառակորդի ձեռքերի մեջ։ Փառք քեզ, սիրելի Հայր, քո փառավոր ծրագրի համար, որ ունես Հայաստանի համար, ու քո զորավոր ձեռքով իրականացնում ես քո խոստմունքը ու քո տեսիլքը, օրհնությունը տեսիլքդ կատարողների վրա Հիսուսի անունով։ Ամեն։